Ես Գագիկ Դերղազանի տղան եմ, որ իմ հայրս շատ հայտնի ֆիզիկոս, բյուրական աստղադիտանի գլխավոր գիտաշխատող եւ միջազգային հարթակներում շատ ճանաչված մարդ իմիջիայլոց, կարող եմ ասեմ շատ ավելի ճանաչված, քան Արամ Սարգսյանը կամ Արմեն Սարգսյանը կամ որևէ մեկը, միջազգային հայտնիության մասն եմ խոսում։ Այն ինչ որ հայկական իրականության մեջ միշտ մենք տեսել ենք, ապրել ենք, որ միշտ պետք է ինչ-որ մեկը փոխկապակցված լինի, մեկը մեկի փեսան լինի, մեկը մեկի հորեղբոր տղան լինի, այսինքն այս տեսնում ենք էլի, դրա մասին որ չենք խոսում, մեր մոտ ենթագիտակցաբար սկսում ենք մտածել, որ անպայման այս մարդը որ եկավ, սա ինչ-որ մեկի ինչ-որ մի բանն է։ Արամ Սարգսյանին շատ հարգում, շատ սիրում եմ, ինքը իմ կնոջս որ եղբայրն է, ես իրան իրականում շատ հարգում եւ շատ սիրում եմ։ Իմ աներ ինձ ոնց որ ինձ ծնողն լինի, ոնց որ իմ ծնողները ոնց որ նույն ձև իմ կնոջ համար իմ հայրն ու մայրը ընտանիք նորմալ ընտանիքները ոնց որ բոլոր, բայց կարևոր բան ասեմ ու փորձեմ դա չպնդել, որովհետև մեր հայ հասարակության մեջ դա ընդունված չի։ Ես երբևիցե իմ կյանքի մեջ չեմ ունեցել որևէ գործընկեր, չեմ ունեցել։ Մի անգամ ունեցա 2007 թվականին էքստերնետ ընկերության ժամանակ, որից հետո ունեցել եմ շատ բադ փորձ, վստահ եմ որ դուք դրան հեսա գալու եք։ Դա թվացության հետ կապված է դա։ Հենց գալիս եմ այդտեղ, դրանից հետո ես երբևէ գործընկեր չեմ ունեցել, հայ գործընկեր առավել եւս եւ հիմա նոր ունեմ մի գործընկեր, որը ազգությամբ հնդիկ, ամերիկայի քաղաքացի Բոբի Քանգնա, իմ միակ գործընկերն է։ Արամ Սարգսյանին տեսնում եմ երևի թե որ չխափեմ տարին 3-ից 4-5 անգամ գործնական երբևէ մենք ոչ մի բան իրար չենք քննարկել, քաղաքական որևէ բան փորձում ենք մենք չունենք որևէ գիծ, որով անդադ մենք հանդիպենք եւ քննարկենք։ Որպես հարազատ 24 ժամ պատրաստ եմ ցանկացած հարցով քննարկել, ինչ որ բանով աջակցել կամ նույն ինքը վստահ եմ ինձ, բայց մենք երբեք իրար հետ ոչ մի բանով չենք ընդհանուր ոչինչ չենք ունեցել գործնականի մասին է խոսքը եւ այսինքն ընտանեկան կապերը, որը որ իմ համար շատ թանկ են եւ ես պատրաստվում եմ շատ ավելի ջերմ շփվել հետագայում։